Ինչպիսին է եղել ձեր շփումը Ռայիսա Մկրտչյանի հետ եւ ինչ ավանդ է նա ձեզ թողել։ Ռայիսա Գրանտովնան այն եզակի մարդկանցից էր, այն եզակի կանանցից էր, որը որ ոչ միայն մեծ հետք թողեց այն մարդկանց կյանքում, որոնց որ իրեն շրջապատում էին, այլ ամբողջ հայ մշակութային կյանքում, մշակութային պատմության մեջ իրականում ցավալի եւ մեծ կորուստ է բոլորիս համար։ Ամբողջ հայ ազգի համար, որովհետև մենք կորցրեցինք մի ադամանդի, բառիզբուն իմաստով, որը որ կարելի ասել հիմք դրեց նոր հայ էստրադային երաժշտության եւ եկեղեցողության պատմության մեջ։ Հետաքրքիր բան է, Ռայիսա Գրանտովնան իր ուսանողներին սովորեցնում էր ոչ միայն բարձրակարգ արվեստ, այլ սովորեցնում էր, թե ինչպեսին պետք է լինի արտիստը։ Այսինքն, ինչպեսին նա պետք է լինի բեմում, ինչպեսի հակուկապ պետք է նա ունենա։ Եվ ընդհանրապես ինչպեսին նաև պետք է լինի կյանքում։ Եվ Ռայիսա Գրանտովնան գիտեք այն եզակի նաև մարդկանցից էր, որը որ վայելում էր մեծ, ուղղակի վայելում էր բառիզբուն իմաստով այդ փառքը, այդ սերը, այդ հարգանքը համայն ուղղակի հայոց եւ ոչ միայն հայ ազգի, նաեւ արդեն սովետական ժամանակաշրջանում նա գիտենք բոլորս էլ որ մեծ բեմերում է ելույթ ունեցել եւ աշխարհում ներկայացրել է հայ երաժշտությունը եւ բարձրորակ երաժշտությունը այդ ամբողջ մակարդակը նաեւ պահելով նա այդ ամենի հետ մեկտեղ երբեք չմեծամտացավ երբեք չեք նկատի այլ ընդհակառակը բոլորի հետ ուսանողների հետ թե ուսանողների թե մարդկանց ընկերական, շատ անմիջական, երբեք չի եղել այդ բարձունքից, այսպես ասած, վեր դասել է իրեն, այլ ընդհակառակը միշտ վեր էր հանում ուսանողներին, երիտասարդներին, այն մարդկանց, որոնք որ այն ճանապարհն էին բռնում եւ ամեն հնարավոր ուղով նա փորձում էր ուղղորդել ավելի լավ եւ բարձրակարգ կերպով իրեն մատուցել, դրա համար իրականում ցավալի է շատ բոլորիս համար։ Նեց կորուստ եւ ուղղակի ցավակցում եմ բոլորիս, ինձ համար էլ շատ թանկ ու հարազատ մարդ Ռայիսա Գրանտովնան եւ իր շատ տաղանդավոր ու լավ ընտանիքով ուղղակի շատ եմ ցավում բոլորիս համար իրական։ Իսկ ինչպիսի խորհուրդներ է նա ձեզ տվել, որ լսել եք, որ ամբողջ կյանքի ընթացքում հիշելու եք եւ օգտագործելու եք։ Գիտեք, Ռայիսա Գրանտովնան ինչով էր նաեւ հետաքրքիր, որ երբ որ ես սկսեցի իմ առաջին հաղորդավարության ճանապարհը, առաջին արձագանքը ես ստացել եմ Ռայիսա Գրանտովնայից։ Այսինքն առաջին մարդը եղել է նա, երբ որ զանգարել է նա ինձ, իմ առաջին հաղորդումից հետո շատ իրականում անսպասելի էր։ Այսինքն զանգարեց եւ ահա ջան եւ միանգամից շնորհավորեց եւ այլ գովասանքի խոսքեր, որը որ ինձ համար իրականում իրեն էլ հասցրեցի ասել, որ ինչքան մեծ պատիվ եմ ունեցել դա լսելու եւ իրենից լսելու։ Եվ հենց այստեղ էլ եկանք հասանք այն կետին, որ նա միանգամից ճանապարհը հարթում էր եւ ուրախանում էր բոլորի, այսինքն նոր մարդկանց ովքեր որ մտնում են այդ ասպարեզ, ուրախանում էր, ի սրտե ձգտում էր եւ փորձում էր օգնել հնարավորինս իր ունեցածով թեկուզ եւ անպայման նկատելով չափազանց նպանակատ անձնավորություն, որը որ միանգամից նկատելով եւ լավ բաներ եւ ինչն էլ թերանում ենք մի փոքր փորձում էր շտկել եւ վստահաբար իր ուսանողները եւ ոչ միայն իր ուսանողները, այն մարդիկ, որոնք որ իրեն ճանաչել են, վստահ հաստատեն իմ խոսքերը։ Այն նշեցիք, որ առաջին արձագանքը հենց տվել է Ռայիսա Մկրտչյանը, ձեր քայլի, ինչ արձագանք է տվել, կհիշեք։ Իհարկե կհիշեմ, միանգամից ասես թե ինչքան լավ է քո մոտ ստացվում եւ այլ գովասանքի խոսքեր, որոնք որ ես ինձ չեմ վերապահ, այսպես ասած ասել եմ, իհարկե շատ շոյված եմ իրենից, մի քանի ձգտումներ նույնիսկ, որոնք որ հաղորդավարական տեսակետից իրեն ժամանակների հետ համեմատած, մեր ժամանակների հետ համեմատած եւ կյանքում մաղթեց, որպեսզի այդ բարձունքները միշտ պահեն եւ իր հենց հորդորով ես աշխատում եմ իրենց բարձր արվեստը նաև, որը որ նաև ինքն է թողել եւ իր սերնդակիցները հնարավորինս նաև մեր սերնդում պահել։ Իսկ ինչ է կարծում հնարավոր կլինի, որ աշակերտները կկարողանան այդ ամեն ինչը պահել, որակով թողնել եւ շարունակել, որպեսզի մենք երբեք չմոռանանք նրա արած գործը։ Վստահաբար։ Իր ուսանողները վստահ դա կրում են եւ իր բոլոր թողած եւ խորհուրդները եւ դասերը եւ ամեն ինչը գիտեք ինքը արդեն օրինակ էր։ Ինքը կարող էր ոչինչ չանել, բայց ուղղակիորեն ներկա լինել եւ վերջ ուղղակի իրեն նայում էր, լսում էր եւ արդեն սովորում էր ամեն ինչ։ Բառիզբուն իմաստով թե կյանքում, թե բեմում, թե կարիերայի մեջ ամենուրեք եւ իրոք ցավալի կորուստ է մեզ համար, շատ է երևալու իր տեղը, բայց իր ուսանողների մեջ մենք կտեսնենք իրեն վստահ։